Ինչու ես եկա, ինչու վերադարձա։ Ես շնորհակալ եմ Վազգեն Մանուկյանին, որ ավելացրեց իմ ստացած ԴՊԿՎ-ները։ Ես ձեր ակնարկած մարդու նման ցանկապատեր չեմ կոտրելու, որևէ հավակնություն չունեմ, ասում եմ, վերին ճշմարտությունները արտահայտելու։ Ինչպես նա եղել է այդ փուլային տարբերակի հայրերից մեկը, ես որևէ տեղից տղա չեմ բերելու։ Սա մոռացեք։ Ոչ Ռուսաստանը, ոչ Միացյալ Նահանգները Հայաստանում նախագահ չեն կարող նշանակել կամ ընտրել։ Դաշնակցության դատ չի եղել Հայաստանում։ Բարև ձեզ, տիկնայք և պարոնայք, շնորհակալություն, որ ընդունել եք Հանրապետության առաջին նախագահի հրավերը։ Սա 97 թվականի սեպտեմբերի 26-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին հրապարակային հանդիպումն է զանգվածային լրատվամիջոցների հետ։ Բնականաբար այս տարիներին ձեզ մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել, ավելին երբեմն տարակուսանքներ են արտահայտվել, թե ինչու է առաջին նախագահը այս 10 տարիների ընթացքում լռություն պահպանել, նույնիսկ եղել են, եթե կարելի ասել, պահանջագրեր, որպեսզի նախախտի լռությունը, այսօր այդ հնարավորությունը ընձեռված է։ Սկսենք, համեցեք։ Պարոն Տեր-Պետրոսյան, դուք 10 տարի լռությունը պահպանեցիք, աղմուկագործակալություն Հովհաննես Մանուկյան։ Ես կուզեի, որ դուք մատնանշեք, ինչը ձեզ ստիպեց այնուամենայնիվ խախտել այդ լռությունը եւ մասնակցել առաջիկա ընտրություններին։ Շնորհակալություն։ Նախ մինչև ձեր հարցին պատասխանելը ես էլ ուզում եմ ձեզ ողջունել։ Այդ հարցը ինձ շատերն են տալիս, երբեմն նաև դրա մեջ քաղաքական բովանդակություն դնելով։ Բացատրեմ։ Նորմալ երկրում, երբ ամեն ինչ կարգին է, երբ ընտրությունների միջոցով կանոնավոր կերպով օրինական ճանապարհով տեղի են ունենում իշխանության փոփոխություններ, նախկին նախագահը ընդհանրապես քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Պիտի զբաղվի գիտությամբ, այգեպանությամբ, թոռներով, որևէ ձևով չպետք է մեկնաբանի իր հաջորդների գործունեությունը, դա ոչ միայն նրան չի սազում, այլ նաև վայելել չէ, քաղաքական առումով, որովհետև նախորդ նախագահը, նախկին նախագահը, ինչ որ պիտի աներ, ինչ որ պիտի ապացուցեր, ինչ խորհուրդներ որ պիտի տար, արդեն պիտի արած լիներ։ Ես երջանիկ կլինեի, որ այդպիսի երկրում ապրեինք, եւ ես այլևս երբեք չմիջամտեի քաղաքականությանը։ Հիմա հարցնում են ինչու եմ 10 տարի լռել եւ ինչու եմ հիմա սկսել խոսել կամ վերադառնալ քաղաքականություն։ Ասում են նաեւ կային պահեր, երբ դրան անհրաժեշտությունը կար։ 2003 թվականին էլ նախագահական ընտրությունների ժամանակ ինձ եղել են բազմաթիվ դիմումներ, նույնիսկ փորձել են հիմնավորել, որ անհրաժեշտ է, որ ես մտնեմ այդ նախագահական ընտրարշավի մեջ, բայց ես կտրականապես մերժել եմ, հասկանալով, որ դեռ իմ ժամանակը չէ։ 2003-ը Ստեփան Դեմիրճյանի աստեղային ժամն էր։ Ես եթե մտնեի էլ որևէ շանս ես չէի ունենա այդ ընտրություններում հաղթելու համար։ Առավել ևս կխանգարեի Ստեփան Դեմիրճյանին, որը բացարձակապես սխալ կլիներ եւ ինձ համար, եւ իր համար, եւ մեր երկրի համար։ Հիմա կհարցնեք, ինչ է փոխվել հիմա։ Հիմա որոշ բան փոխվել է։ Այս տարվա, այսինքն նախորդ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ ընդդիմությունը
չի ասի հուսալքվել, բարոյալքվել, բայց կորցրել է քաղաքական գործոնի իր դերը, որ մինչ այդ ուներ։ Չի ասի ամայացել էր դաշտը, բայց չէր երևում, առնվազն գուցե դա խաբուսիկ էր, չէր երևում այն ուժը, այն տեխնացուն, որը կարողանար հաղթահարել ներկա իշխանություններին եւ թույլ չտալ նրա վերարտադրությունը։ Ինչու ես եկա, ինչու վերադարձա։ Ես անկեղծ ասեմ, անձնական առումով ես որևէ ակնկալիք, որևէ, ինչ ասեմ, հավակնություն, պակագծում ամբիցիա չունեմ։ Ես լիովին բավարարված ինքնաբավ մարդ եմ։ Մինչև 88 թիվն էլ այդպես եմ եղել, զբաղվել եմ գիտությամբ, դա ինձ մեծագույն հաճույք է պատճառել, չի ասի մեծ գյուտեր հայտնագործություններ եմ արել, բայց իմ բնագավառում եղել եմ միջազգային մակարդակի պրոֆեսիոնալ։ Ունեմ հրատարակություններ արտասահմանում, դեռևս 80-ական թվականների սկզբին Բելգիայում, Իտալիայում, Ֆրանսիայում հրատարակված, այսինքն ես լրիվ բավարարված մարդ եմ եղել գիտության մեջ եւ քաղաքականությունը թողնելուց հետո նորից զբաղվել եմ իմ սիրած գործով եւ ստացել եմ ամենամեծ ստեղծագործական հաճույքը։ Այս վերջին 10 տարին եղել են անձնական առումով ինձ համար ամենաերջանիկ տարիները, ամենաազատ, երբ ոչ պլաններն էին խեղդում, ոչ հրատարակություններն էին խոչընդոտներ առաջացնում, չկար գլավլիթ, չկար այն վերահսկողության համակարգը, որ ստեղծվել էր գիտության նկատմամբ, խոսքի լիակատար ազատություն, ինչ ուզում էի, երբ ուզում էի գրում, հրատարակում, որևէ խոչընդոտ չկար։ Ինչու եմ գալիս, ինչու եմ վերադառնում։ Ես տեսա մի բան, քանի որ ասացի, այսօր չեմ տեսնում կամ իմ ընկերներն էլ, իմ բարեկամներն էլ համոզում էին, որ չկա այդպիսի ուժ, որ կարողանա հաղթահարել ներկա վարչախմբին։ Ես մտա կատարելու համար իմ պարտքը։ Եթե կարող եմ նպաստել այդ խնդրի լուծմանը, ուրեմն ես չեմ կարող այլևս տանը նստել։ Սա խղճի հարց չէ, սա հստակ քաղաքական գիտակցություն է, մանավանդ նկատի ունենալով, որ ես էլ որոշակի մեղք ունեմ այս վարչախմբի գոյության համար։ Վերջին հաշվով ես եմ այդ մարդկանց հրավիրել Հայաստան, թեև պատասխանատու չեմ դրանից հետո, թե նրանք ինչպիսի պաշտոններ են զբաղեցրել, ընտրվել կամ չեն ընտրվել հանրապետության նախագահ, բայց փաստ է, որ եթե ես նրանց չհրավիրեի Հայաստան, նրանք այսօր մեր գլխին նստած չէին լինի։ Ուրեմն սա էր իմ խնդիրը եւ կանեմ ինձնից կախված ամեն ինչ։ Եթե կարողանամ համոզել մեր ժողովրդին, ձեզ, մեր հասարակությանը, որ այս իշխանությունները չարիք են, որ կարծում եմ միայն մղձավանջային երազներում կարելի է պատկերացնել այս վարչախմբի եւս 10 տարվա իշխանավարությունը։ Ես չեմ ուզում ապոկալիպտիկ տեսարաններ նկարագրել, բայց որ մենք շատ դժբախտությունների, շատ փորձությունների ենք հանդիպելու այդ պարագայում, բացարձակապես չեմ կասկածում։ Իրավունք թերթ Կարմեն Դավթյան։ Պարոն նախագահ, իշխանության գալու դեպքում եւ նախագահ գալու դեպքում Ղարաբաղյան բանակցային գործընթացը սկսելու է 98-ից, ինչու եմ հարցնում, որտեղ գլոբալ աշխարհը բավականին տարածաշրջանը եւս փոփոխվել է, սկսելու է գործընթացը 98-ից, այսօր սեղանին դրված ըստ համանախագահների տրամաբանական լուծումից, թե բոլորովին նոր բանակցային գործընթաց է կտավալելու։ Շնորհակալություն։ Իհարկե 98-ից չեմ սկսելու։ Ղարաբաղյան բանակցությունների գործընթացը դա մի համակարգ է, որը սկսվել է 92 թվականից, ունեցել իր տարբեր աստիճանները,
այսօր գտնվում է բոլորովին այլ աստիճանի վրա, քան էր 98 թվականին։ Այսօր կա մի նոր առաջարկ, գրավոր առաջարկ, սա իդեպ դուք ուշադրություն չեք դարձրել, բայց սա նորություն է, վերջին գրավոր առաջարկը համանախագահների կողմից եղել է ընդհանուր պետության առաջարկը։ Ընդհանուր պետության։ Դրանից հետո համանախագահները կողմերին որևէ գրավոր առաջարկ չեն ներկայացրել։ Սա այսինքն վերականգնվում է նախկին ավանդույթը։ Արդեն ինձ թվում է ավելի լրջացնում է գործընթացը։ Ես բնականաբար նախ եւ առաջ պիտի ծանոթանամ այս վերջին առաջարկին։ Իդեպ ես ունեմ այդ առաջարկը, ես գիտեմ։ Բովանդակությունը մոտավորապես ես դες փոխանցել եմ իմ հանրահավաքային ելույթներից մեկում, ըստ էության դա նույն փուլային տարբերակն է, թող ոչ մի աճպարարություն չանեն, դա մաքուր փուլային տարբերակն է, գումարված ընդամենը 1 տար խոսակցություն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ապագայում, դեռևս անորոշ ժամանակում, չպարզված հարցով, չկանոնակարգված ինչ-որ հանրաքվե ժողովրդական հարցում կամ պլեբիսցիտ անցկացնելու մասին։ Ուրեմն հիմքը կարող է լինել բանակցային գործընթացի այսօրվա վիճակի, եթե ոչ ֆորմալ պայմանագիրը կամ այդ առաջարկը, ապա տրամաբանությունը։ Շնորհակալություն։ Ձեր ծրագիրը ավելի շատ քաղաքագետների համար կազմված գրագետ ծրագիր է, բայց ձեզ պետք է լսի նաև ամբողջ հանրությունը, ժողովուրդը, որը հակված է լսելու ավելի շատ բարձրագոչ խոսքեր, իր երազների մասին խոսակցություններ։ Դուք ինչու չեք ուզում, չեք ցանկացել օգտագործել քաղաքական այդ սնունդը։ Նախ ես չէի համաձայնի, որ իմ ծրագիրը քաղաքագետների համար է գրված։ Բացարձակապես, սա երևի միակ առաջին ծրագիրն է, որ հենց ժողովրդի հետ եմ ես խոսում։ Դուք խոսում եք ծրագրի վերջին գլխի մասին, որը կազմում է ընդամենը ծրագրի 25%։ Առաջին 3 գլուխը 75%-ը ժողովրդի հետ այն զրույցն էր, նրա այն բոլոր երազանքների մասին կամ նրա պատկերացումների մասին իմ դատողությունները, որոնք կային։ Ես բացարձակապես չեմ կասկածում, որ ժողովուրդը հիմա դա տարածվի նաև տեսասկավառակների միջոցով այդ իմ ծրագիրը։ Ժողովուրդը շատ ավելի լավ կհասկանա այս ծրագիրը, քան քաղաքագետները կամ քաղաքական գործիչները։ Որևէ կասկած չունեմ։ Ինչ վերաբերում է անպագորգոր խոստումներին, բաներին, դա իմ ոճը չէ։ Այդպիսիք շատ կան, եթե դրանք հաճելի են ժողովրդին, թող գնան նրա հետևից, ես խնդիր չունեմ։ Ես հենց սկսում եմ ծրագիրը դրանից, որ պոպուլիզմ չի լինելու։ Առաջին էջում է գրված դա իմ կողմից։ Չկա որևէ դրույթ այս ծրագրում, որի տակ չլինեն կոնկրետ տնտեսագիտական հաշվարկներ, քաղաքական հաշվարկներ, չկա այդպիսի դրույթ։ Այստեղ ներկայացված են ընդամենը միայն ամենահիմնական դրույթները, հայեցակարգային դրույթները, որոնք մի ամբողջ ցանց են պարունակում, համակարգային ցանց իրենց տակ, օրենսդրական փոփոխությունների, տնտեսական հարաբերությունների, քաղաքականության մեջ սկզբունքների վերանայման եւ այլն։ Պարոն Տեր-Պետրոսյան, քիչ առաջ դուք խոսեցիք, որ նորմալ երկրում իշխանափոխությունը տեղի ունենում օրինական ճանապարհով։ Նախագահի մյուս տեխնացուն Վազգեն Մանուկյանը համոզված պնդում է, որ 96 թվին իշխանություններն են կեղծել ընտրությունները
Եվ ընդ որում հակադրվելով ձեզ, այսինքն երբ որ դուք դա վերագրեցիք հանձնաժողովականներին, Ես չեմ վերագրել, այդպիսի վերագրում չեմ արել։ շատ լավ, եւ ինքը նաեւ որպես ապացույց բերում է Վանոյի խոսքերը, որ հենց իշխանություններն են կեղծել ընտրությունները, եւ կարծում եմ, որ դուք դեռ պարտք ունեք վերադարձնելու ժողովրդին, եւ չեք պատրաստվում արդյոք այդ պարտքը վերադարձնելու համար, ասենք, հենց Վազգեն Մանուկյանի օգտին հանել կամ նրան պաշտպանել ընտրություններում։ Եվ մի փոքրիկ հարց է, մի փոքր անհարմարավետության զգացում չեք ունենում, երբ ձեզ դիմում են պարոն նախագահ բառերով։ Նախ պարոն նախագահ դիմում են բոլոր նախկին նախագահներին։ Եթե դուք գիտեք, դա միջազգային պրոտոկոլ է։ Եթե նախկինում նախարար է եղել, նա մինչև մահը կոչվում է պարոն նախարար։ Եթե դեսպան է եղել, նա մինչև մահը կոչվում է պարոն դեսպան։ Եթե պրոֆեսոր է եղել, պարոն պրոֆեսոր։ Ես չգիտեմ, դուք արդեն բան չեք գտնում, այստեղ էլ եք ուզում ինչ-որ։ Չէ, այս հարցը շատ ծավալուն հարց էր, մի հարց է։ Ես շատ ուրախ եմ, որ այս հարցը տվեցիք։ Որ Վազգեն Մանուկյանը համոզված է եւ կարծում է 96 թվականին ինքը ընտրվել է նախագահ, ես հարգում եմ նրա համոզմունքը եւ կարծիքը։ Թող այդպես էլ համոզված մնա ու կարծի։ Բայց քաղաքականությունը կարծիք չէ, համոզմունք չէ։ Քաղաքականությունը իրավական process է, երբ կապված է պետության հետ։ Վազգեն Մանուկյանը 96 թվականի ընտրություններից հետո դիմել է Սահմանադրական դատարան, ներկայացրել 1000-ից ավելի արձանագրություն տեղամասերից, համոզված լինելով, որ այդ արձանագրություններով ապացուցվում է, որ ընտրությունները կեղծվել են։ Այդ 1039 թե քանի արձանագրություններ, 1600-ից ընդամենը։ Միայն մի քանի տասնյակ արձանագրություններում եղել են թվական անճշտություններ, ոչ թե թեր եւ դեմ կողմերի, այլ մեր հանձնաժողովների անփոփոխության պատճառով կատարված թվաբանական հաշվարկների հիման վրա։ Այդպիսի անճշտություններ բոլոր ընտրություններում լինում են հազարներով։ Դա ինչ է նշանակում, ասենք, ստանում է որոշակի քանակությամբ քվեաթերթիկ, վերջում պիտի մարված, քվեարկված, անվավեր թվեաթերթիկների եւ ստացած քվեաթերթիկների թվերը համընկնեն իրար, սա է։ Այսինքն իմ մրցակիցը որևէ ապացույց չի կարողացել բերել, որ այդ ընտրությունները կեղծված են, սա մեկ։ Ավելին, իմ մրցակցի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, երբ որ հաշվարկներ կատարվեցին, հստակեցվեցին Սահմանադրական, իմ ստացած ձայները 0.25%-ով ավելացան։ Ես շնորհակալ եմ Վազգեն Մանուկյանին, որ ավելացրեց իմ ստացած քվեները։ Սա իրավական process է։ Սա իմ եւ Մանուկյանի լուծելի խնդիրը չէ, համոզմունքների ու կարծիքների հետ կապված չէ։ Իրավական գործընթաց է տեղի ունեցել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է իր որոշումը, Սահմանադրականը իրենը, միջազգային դիտորդական կազմակերպությունները, այո, նշել են անճշտություններ, նշել են թերություններ, նշել են կեղծիքներ, ինչ որ հանձնաժողովներում, բայց ընդունել են ընտրությունների արդյունքները։ Եղել են դեպքեր, երկու դեպք, միջազգային հանրությունը չի ընդունել ընտրությունների արդյունքները։ Մի անգամ Ալբանիայում, մի անգամ Բելոռուսիայում չեն ճանաչել։ Այդպիսի բան 96 թվականի ընտրությունների նկատմամբ տեղի չի ունեցել։ Ես ավելին չեմ ուզում ասել։ Իսկ որ իմ հարգելի մրցակիցը, նախկին մտերիմ ընկերը շարունակելու այդպես մտածել, թող մտածի։ Ազատություն ռադիոկայան Կարինե Քալանթարյան, պարոն Տեր-Պետրոսյան, դուք ասացիք ձեր առաջին հարցի պատասխանում, որ եթե կարողանամ համոզել մեր ժողովրդին, որ այս իշխանությունները չարիք են, այդ հարցում ձեզ երևի կօգնեն մյուս ընդդիմադիր թեկնածուները ևս, իսկ կարողանաք արդյոք համոզել, որ այդ չարիքից ազատողը հենց դուք եք լինելու։ Դա պատասխանը դուք կստանաք փետրվարի 19-ին։
Ասում եմ, սպասեք ասեմ։ Եթե հաղթեմ, ուրեմն կարողացել եմ համոզել։ Եթե չհաղթեմ, չեմ համոզել։ Որևէ մեկը նախագահի տեխնացուներից Հայաստանում չգիտեմ այդպես է արդյոք թե ոչ, ստապ գնահատում է իր հնարավորությունները։ Ես ուզում եմ իմանալ, դուք ինքներդ այս ծափերից այն կողմ ստապ գնահատել եք ձեր հնարավորությունները ժողովրդի մեջ եւ այս պահին ձեր վարկանիշը որքան է ձեր գնահատման եւ խնդրում եմ պատասխանեք նաեւ այս հարցին թե մեծամասնության հետ դուք ասացիք որ աշխատելու եք այստեղ հակասություն չկա այդ մեծամասնության հետ ինչպես եք աշխատելու եւ դրա մեջ մտնում է օրինակ դաշնակցությունը եւ արդյոք լուծարելու եք խորհրդարանը թե ոչ Ես խոսում եմ խորհրդարանի մասին կա խորհրդարան բոլոր խորհրդարանները մեծամասնությունն են խորհրդարանի էությունը խորհրդարանի մեծամասնությունը, այսինքն պատգամավորների այն մասը, որը կարող է վճիռներ ընդունել։ Նախագահը աշխատում է վճիռներ ընդունող մարմնի հետ։ Այստեղ որ կուսակցությունը ինչ դեր է խաղում, ոչ մի նշանակություն չունի։ Սա այս վերջին հարցը թողնենք։ Երկրորդ, մի փաստ ես կարող եմ նշել եւ չգիտեմ, կուզեք կարող եք առարկել։ Թե որքան է իմ վարկանիշը դա մի կողմ դնենք, բայց որ այսօր այս իշխանություններին հակադիր միակ ռեալ ուժը, որ ես եմ եւ մեր շարժումն է, դա կարծում եմ փաստ է։ Դա փաստ է։ Ինչ վերաբերում է իմ համոզմունքը ժողովրդին հասցնելուն, ես կհասցնեմ։ Մի վախեցեք, չի լինի Հայաստանի Հանրապետության մեջ որևէ քաղաքացի, որը իմ տեսակետին չծանոթանա։ Ես կհասցնեմ յուրաքանչյուր քաղաք 3 միլիոն մարդ, ես 2.10 միլիոն կծանոթանա իմ բոլոր ծրագրերին, իմ բոլոր խոսքերին, արդեն ծանոթանում է։ Ես այս ծափերը չեն, դուք սխալվում եք։ Ես արդեն խոսել եմ կես միլիոն մարդու հետ։ Իմ բոլոր ելույթները գրքույկների, տեսասկավառակների միջոցով հասել են։ Այդպիսի լսարան ոչ մի տեխնացու չունի, ոչ իսկ իշխանության տեխնացուն, որը 15 հեռուստակայանով իբր թե խոսում է ժողովրդի հետ, նրան չեն լսում, չեն տեսնում։ Իսկական լսարանը այդ կես միլիոնն է, որը դեռ պիտի ավելանա։ Վստահ եղեք, մինչև փետրվարի 19 Հայաստանի Հանրապետության մեջ չի լինի որևէ քաղաքացի, որը չծանոթանա իմ ծրագրերին, իմ ելույթներին, իմ պլատֆորմին։ Իդեպ մի սխալմունք էլ որպեսի չլինի, չպետք է մտածել, որ իմ ծրագիրը այն է, ինչ ես քիչ առաջ հրապարակեցի, այսինքն մի քանի օր առաջ։ Իմ ծրագիրը սեպտեմբերի 21-ից սկսված իմ բոլոր ելույթներն են։ Իմ պլատֆորմը, իմ աշխարհայացքը, իմ քաղաքական դատողությունները, մոտեցումները արտահայտված են իմ բոլոր հրապարակային ելույթներում։ Չի կարելի անջատել։ Այստեղ ես Ղարաբաղի մասին ամենը 5 տող եմ խոսում։ Բայց իմ ելույթներից մեկում Ղարաբաղի հարցը ես ներկայացրել եմ մի ամբողջ գլխով, հստակ, ծայրից ծայր, մեթոդաբանորեն եւ մեր անելիքների ամբողջ քայլերով։ Նույնը ասենք այլ հարցերի մասին, հայ-թուրքական հարաբերությունների։ Այդ ելույթից այդ բաժինը դա կարող եք համարել ծրագիր։ Այստեղ մեկ տող է խոսված հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Այնպես չպետք է ֆորմալ մոտենալ այս ծրագրին։ Տարեգիր Թերթ, Հակոբի Հակոբյան։ Պարոն նախագահ, ինձ հետաքրքրում է սահմանադրության փոփոխությունները ձեր շուրջը համախմբված ուժերի կողմից գնահատվել են ժամանակին դատապարտվել են բազմիցս եւ գուն հանրաքվեն էլ որակվել է որպես ուրվականների հանրաքվե։ Վերընտրվելու դեպքում դուք պատրաստվում եք նորից փոփոխությունների ենթարկել սահմանադրությունը, թե պատրաստվում եք աշխատել այդ սահմանադրությամբ եւ կուզեի ձեր գնահատականը կարծիքը իմանալ գործող ներկա սահմանադրության մասին։ Շնորհակալություն։ Ես գիտեմ, այո, 2005 թվականին լուրջ դիմադրություն կար այս սահմանադրության նկատմամբ եւ չեմ էլ ուզում խոսել, թե ինչ տեղի ունեցավ, ինչպես անցկացվեց այդ հանրաքվեն։ Հիմա մենք ունենք այն, ինչ ունենք։ Մենք ունենք սահմանադրություն, դա նույն 1995 թվականի սահմանադրությունը է, սա նոր սահմանադրություն չէ, փոփոխություններով, մենք ունենք մեկ սահմանադրություն, այո, ես արդեն պայքարի մեջ եմ մտել, հիմնվելով այս սահմանադրության վրա,
եւ որպես նախագահ աշխատելու եմ այս սահմանադրությամբ։ Ինչպիսի վերապահումներ էլ ես ունենամ, ինչպիսի թերություններ էլ ես այդտեղ տեսնեմ։ Մեկ հիմնական թերություն ես կարող եմ ասել, չեմ ուզում մանրամասների մեջ մտնել։ 95 թվականի սահմանադրությունը դա համակարգ էր։ Համակարգ, որը ներքին հակասություններ չուներ։ Անկախ այն բանից, ինչպես կվերաբերվեք այդ համակարգին, բայց դա պետական իշխանության մի համակարգ էր, որը չուներ ներքին հակասություններ։ 2005 թվականին եղան նույնիսկ որոշ դրական փոփոխություններ։ Ես չեմ ժխտում։ Եղան այդպիսի փոփոխություններ։ Մասնավորապես վարչապետի ինքնուրույնության խնդիրը լուծվեց, թե ոչ այն ձևով, որ պետք էր, որ քանի որ սա վտանգներ է պարունակում հետագայում գործադիր իշխանության մեջ ճգնաժամային իրավիճակներ ստեղծելու վտանգներ է պարունակում։ Ես քաղաքական առումով եմ ասում։ Սահմանադրական դատարանի հարցում եղան, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մտավ, եղան դրական բաներ, բայց ասում խախտվել է 95 թվականի սահմանադրության այդ համակարգը եւ դա չի փոխարինվել նոր համակարգով։ Շատ ներողություն, այս սահմանադրության մեջ կան ճաքեր, կան հակասություններ, որոնք հանգիստ քաղաքական զարգացումների դեպքում կարող են նկատելի չլինել, վտանգավոր չլինել, բայց ճգնաժամային պահերին կարող են դրանք սահմանադրական ինչ-որ անլուծանելիության վիճակներ ստեղծել։ Հիշում եք, ինչքան քննադատում էին անգամ մեր 95 թվականի սահմանադրությունը, բայց 98 թվականի իշխանափոխությունից հետո, 99 թվականի ահաբեկչությունից հետո, նույնիսկ դրա հակառակորդները ասում էին սահմանադրությունը ապացուցեց իր կենսունակությունը, ապացուցեց, որ մենք ունենք մի այնպիսի սահմանադրություն, որ մեզ չի կանգնեցնում ճգնաժամային վիճակների մեջ։ Սա բոլորը ընդունեցին, հակառակորդները ընդունեցին։ Ես կնախընտրեի, որ սահմանադրությունը չփոխվեր։ Ոչ թե այս սահմանադրությունը, սահմանադրությունները ընդհանրապես մեկ անգամ պետք է ընդունվեն։ Այնքան հիմնավոր պիտի լինի, այնքան դա Սուրբ գրքի նման բան պիտի լինի պետության համար, ժողովրդին համար։ Ինչքան անսասանելի, անփոփոխելի լինի սահմանադրությունը, այնքան ուրեմն դա լավ սահմանադրություն է։ Այնքան դա նշանակում է, որ այդ սահմանադրությունը ստեղծել է արդեն պետական ավանդներ, ավանդույթներ, որոնք նույնիսկ ենթագիտակցորեն թեկուզ առանց իմանալու շատ մարդիկ չեն էլ կարդում սահմանադրությունը, բայց իրենց կյանքով, իրենց հարաբերություններով նրանք իրականացնում են այդ սահմանադրությունը։ Սահմանադրությունը քիչ պիտի փոխվի, քիչ պետք է ձեռք տրվի։ Ես չեմ բացառում իհարկե, որ աշխատանքի ընթացքում այս 5 տարիներին, եթե ծագեն ինչ-որ հարցեր, մենք կարող է անդրադառնանք նման փոփոխությունների, բայց չեն լինի այս փոփոխությունների նման։ Իդեպ այս փոփոխությունների անցկացման ոճը սարսափելի էր։ Ամենավտանգավոր, ինչ ասեմ, ավելի կոպիտ բառ ասեմ, մեկ անգամ ես կարող եմ այլանդակ վերաբերմունքը սա էր։ Սա ներկայացվեց որպես փոփոխություններ, բայց ամբողջ սահմանադրությունը դրվեց հանրաքվեի, այդպես չի կարելի։ Փոփոխությունը պիտի հստակ առանձնացվի։ Կար սահմանադրություն, կոնկրետ պետք է նշվի, որ հոդվածն է փոխվում, հոդվածների ցանկ 5, 10, 20 առանձին դրանք քվեարկվում են, մտնում սահմանադրության մեջ։ Միայն այս ճանապարհով այդպիսի փոփոխություններ, ասենք 1, 2, 3 առավելագույնը կարող են մեր կողմից էլ ներկայացվել։ Միացյալ Նահանգներում կան սահմանադրական փոփոխությունների առաջարկներ դեռևս 30-ական թվականներից մինչև այսօր դրանք չեն մտել, որովհետև այնտեղ խիստ սահմաններ կան, ուրեմն նահանգների 2/3-ը պետք է համաձայնի, որ այդ փոփոխությունը մտնի սահմանադրության մեջ, եւ չեն կարողացել, կենսական փոփոխություններ, անհրաժեշտ փոփոխություններ, բայց չի անցնում։ Բայց դա ավելի նախընտրելի է, քան ամեն օր սահմանադրությունը ձևելը, փոփոխելը եւ այլն։ Շնորհակալություն։ Իմ անունը Թաթուլ Հակոբյան է, Armenian Reporter New York-ում նստեցնող շաբաթաթերթ։ Պարոն նախագահ, 2 օր առաջ ես հեռավոր շրջաններից մեկում էի եւ իմ համար զարմանալիորեն ձեր վարկանիշը բավականաչափ, չեմ ուզում այլ բառ օգտագործեմ, բարձր էր։
Այնց հետաքրքիր է ինչպես է կանելու, որպեսզի ամսի 20 Մարիետ, դե լսեք։ Ես չեմ ասել։ Ես Չեմ էլ ճանաչում։ Ինչպես է անելու ամսի 20-ին, որպեսզի այդ ձայների տերը լինեք։ Այս հարցը տալիս եմ ելնելով այն իրողությունից, որ գոնե ժողովրդի մեջ կա մի կարծիք, որ 96 թվականից ձեր ընտրությունների ժամանակ հենց ընտրությունները կեղծվում են եւ իշխանության չեն գալիս մարդիկ, որոնց իրենց էին ընտրել։ Շնորհակալ եմ։ Ես այդ հարցը թարապես չեմ հասկանում։ Ուղղակի չեմ ասում, դա որպես շատ լուրջ հարց արդեն մի 10 տարի է, անընդհատ բոլոր հերոստակայաններից, բոլոր լուրջ դրագողների անունից հնչում է, թե ինչպես եք տեր կանգնելու ձեր ձայներին։ Ֆանտաստիկ հարց։ Այդ հարցը տվողը ինքը պետք է տեր կանգնի։ Ինձնից չպետք է պահանջել տեր կանգնել։ Կա պետություն, կա սահմանադրական դատարան, կա դատախազություն, կա կենտրոնական ընտրական հանձնաժողով, նրանց գործը ի՞նչն է։ Նրանց գործն է կանգնել տեր ժողովրդի ձայներին։ Մինչև այս գիտակցությունը չլինի, ոչինչ չի փոխվի մեր երկրում։ Ինչ վերաբերում է ինձ, ինչ եմ ես անելու, եթե տեսնեմ 20-ին ընտրությունները կեղծվել են։ Ես անելու եմ այն, ինչ անում եմ մինչև հիմա։ Գիտակցելով իմ իրավունքները, շատ լավ ծանոթ լինելով մեր սահմանադրությանը, օրենքներին, միջազգային օրենքներին, միջազգային օրենսդրությանը, ես անելու եմ այդ օրենսդրությունից բխող բոլոր քայլերը, բոլոր ցույցեր, երթեր, պիկետներ, դատավարություններ, սա է լինելու իմ ճանապարհը։ Ես ձեր ակնարկած մարդու նման ցանկապատեր չեմ կոտրելու, շենքեր չեմ գրավելու, խորհրդային նախագահի գլուխ չեմ ջարդելու։ Եվ իդեպ իմացեք, ձեր այդ տեխնացում կործանվեց հենց այդ պատճառով։ 96 թվականին նա ուներ 42%, 41% ձայն, հաջորդ ընտրություններում ստացավ 13%, իսկ 2003-ին 0.9%։ Սա է ժողովրդի վերաբերմունքը 96 թվականին նրա կատարած այդ ահավոր, ինչ ասեմ, հարվածի նկատմամբ պետության դեմ։ Ուրիշ ոչ մի պատճառ չկա։ Ժողովուրդը բնազդաբար չի ընդունում այդպիսի քաղաքական գործելակերպը։ Եվ դա իմ կողմից երբեք չի լինի։ Մնացածը ձեզնից է կախված։ Որքան ես պիտի պայքարեմ իմ ձայների համար, նույնքան դուք պիտի պայքարեք։ Ոչ թե բավարարվեք հարց տալով, ինձնից ավելի առաջ պիտի ընկնեք։ Դա ոչ թե ինձ համար եք անում, ձեզ համար եք անելու։ Նույնիսկ ինձ չսիրողները կարող են ինձ չսիրել, բայց մարդիկ ուզենան լավ պետության մեջ ապրել, օրինական, իրավական պետության մեջ ապրել։ Առավոտ հրաթերթ Նաիրա Մամիկոնյան, պարոն նախագահ, սեպտեմբերի 21-ին այս նույն դահլիճում կարծես թե դուք հայտարարեցիք, որ դեռ քաղաքականություն վերադառնալու առավելևս առաջադրվելու որոշում չունեք, որ ձեր նման որոշումը լինելու ազուտ քաղաքական, առանց էմոցիաների, արկածախնդրության առաջնորդվելու, եւ այլն, որ ասացիք նաեւ, որ որևէ քայլի արդյունավետության մեջ մինչեւ դուք համոզված չլինեք, չեք անում։ Ես կխնդրեի պատասխանել, նաեւ ասացիք, որ մթնոլորտի փոփոխության եւ վերաբերմունքի ինչ-որ կոնդիցիա պիտի լինի, որպեսզի կարողանաք որոշում ընդունել։ Այսօրվա պահին կամ ձեր առաջադրման պահին այդպիսի կոնդիցիա կար մթնոլորտի մտածողության մեջ եւ ինչ քաղաքական հաշվարկներ էին ընկած ձեր որոշման, վերադառնալու որոշման հիմքում։ Եվ բարի եղեք գործընկերներիցս հետ գնալու համար։ Բարի եմ ես, շատ բարի։ Եվս մեկ հարց, եթե կտակ, օրերս
Վարդան Օսկանյանը անդրադառնալով նախընտրական ձեր ծրագրի Ղարաբաղի հատվածին, ասաց, որ դրանում նորություններ չկա եւ նաեւ հավելեց, որ ձեր ծրագրում եւ այն ժամանակ առաջարկած տարբերակում Ղարաբաղի ինքնորոշման մասին որևէ խոսք չկար անգամ, մինչդեռ նոր տարբերակում, որոնք այս իշխանությունների օրոքա քննարկում սևով սպիտակի վրա դրա մասին գրված է, կխնդրեի ձեր։ Ես արտահայտել եմ իմ տեսակետը, ներկայացրել եմ իմ գնահատականները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մասին։ Ես իրեն չեմ ներկայացրել, ես ներկայացրել եմ մեր ժողովրդին։ Ինքն էլ ներկայացրել է իր գնահատականները։ Թող ժողովուրդը ընտրի, թե որն է ճիշտը։ Ես որևէ հավակնություն չունեմ, ասում եմ, վերին ճշմարտությունները արտահայտելու։ Որևէ խնդիր չունեմ։ Դատավորը ժյուրին մանավանդ ընտրությունների գործընթացում ժողովուրդն է, ուրիշ ոչ ոք, ընտրողը, քաղաքացին։ Ես չեմ ուզում ծավալվել նորից, թե Ղարաբաղի հարցում ես ինչ եմ ասել, ինչ չեմ ասել։ Չեմ էլ ուզում մանրանալ, կարող էի հուշեր պատմել, թե ինչ դեր է ունեցել Վարդան Օսկանյանը հենց փուլային տարբերակի կազմավորման շրջանում, թե ինչպես նա եղել է այդ փուլային տարբերակի հայրերից մեկը, գլխավոր ճարտարապետներից մեկը, գլխավոր բանակցողը Հայաստանի կողմից, մեր բոլոր պատասխանների հեղինակը միջազգային հանրությանը, անձամբ հեղինակը այդ բաների։ 98 թվականին Անվտանգության խորհրդի նիստում միակ մարդը, որը կրծքով մինչև վերջ պաշտպանում էր փուլային տարբերակը, դա նույն Վարդան Օսկանյանն էր։ Հիմա այսպես 10 տարվա մեջ պատմությունը կեղծել, շրջել, բայց չեմ ուզում շատ ծավալվել, ասացի, այդքանը բավական է։ Իսկ ինչը փոխեց իմ տեսակ, չէր փոխել, սեպտեմբերի 21-ին դա մի պահ էր, որտեղ ես իսկապես չէի կողմնորոշվել։ Կմտնեմ այն բաները, որոնց պակաս ես այն ժամանակ զգում եմ, ասացի, չէ, եթե տեսնեմ կոնդիցիայի գալիս է, եթե տեսնեմ իմ խոսքը անհրաժեշտ է, եթե պետք է, որ ես մտնեմ այս շարժման մեջ, կան, ուրեմն այդ բաները ես տեսել եմ։ Մարդկանց հետ շփվելով, այո, հանրահավաքներով, 1-2 հանրահավաքից, ես առաջին հանրահավաքում դեռևս չէի ուզում հայտարարել, որ առաջադրելու իմ թեկնածությունը, չէի ուզում։ Առաջին հանրահավաքն ինձ համար քիչ էր։ Այդտեղ կարող էր էմոցիոնալ պահ լիներ։ Ես չեմ ուզում հենվել էմոցիաների վրա։ Հետաքրքրության պահ կարող էր լինել։ Մարդիկ 10 տարին չէին տեսել, կարող է մտածում էին, գանք տեսնենք ինչ է ասելու։ Եթե եկել էին, դա դեռ չէր նշանակում, որ ես նրանց համոզել եմ, որ նրանք իմ կողմնակիցն են։ Ոչ։ Մեկ հանրահավաքով դա չէր կարելի հաշվարկել։ Չէի ուզում առաջինում հրապարակել։ Բայց հարկադրված էի, երբ տեսա, թե ինչպես արձագանքեցին իշխանությունները այդ հանրահավաքին, ինչ վայրագություններ գործեցին իմ համակիրների նկատմամբ, նրանց նպատակը այն էր, որ ինձ վախեցնեն, ես ընդհանրապես հրաժարվեմ առաջադրվելու մտքից։ Նրանք ընկան իրենց լարած թակարդը, ես դրա համար անմիջապես հայտարարեցի, որ ես դառնում եմ թեկնածու, որպեսզի դադարեցնեն այդ վայրագությունները։ Եվ հետագայում, որքան էլ զարմանալի է, դրանք բավականին նվազեցին։ Ռեգնում գործակալություն Մարինա Բրուտյան, պարոն նախագահ, ձեր ընտրվելու դեպքում Առողջություն։ Շնորհակալություն։ Ձեր ընտրվելու դեպքում ինչպես է կառուցելու ձեր հարաբերությունները, այսինքն Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի հետ, եւ արդյոք պատրաստվում եք մինչև նախագահական ընտրությունները այցելել այդ երկիրը։ Շնորհակալություն։ Նախ մի բան։ Նորից պիտի անցնեմ ռամկական հայերենի։ Գիտեք, այդպեսի ոչ կա, ռամկական հայերեն։ Դա ժողովրդական հայերենն է, որ ժամանակին այդպես էր կոչվում աշխարհաբարը։ Հիմա ռամկական հայերենը արդեն մի փոքր այլ իմաստ ունի։ Ես
որևէ տեղից տղա չեմ բերելու։ Սա մոռացեք։ Դա իմ ոճը չէ, ոչ Ռուսաստանին կդիմեմ օգնության, ոչ Ամերիկային, ոչ Եվրոպային, ոչ մեկին։ Ես դրսի աջակցության կարիքը չունեմ։ Դրսից ինձ տրված իշխանությունը պետք չէ։ Եթե սկուտերի վրա ինձ իշխանություն բերեն Ռուսաստանից, Ամերիկայից, չգիտեմ որևէ այլ երկրից, ես այդ սկուտերը մի հատ էլ ծաղիկ կավելացնեմ, ետ կվերադարձնեմ իրենց։ Ինձ պիտի ընտրի իմ ժողովուրդը։ Եվ աշխարհը պիտի հաշվի նստի իմ ժողովրդի ընտրության հետ։ Ռուսաստանի ապացուցելու ես ոչինչ չունեմ։ Ես 8 տարի եղել եմ իշխանության, Ռուսաստանի հետ մենք ունեցել ենք ամենա հավասարակշիռ, արժանապատիվ, կոռեկտ պարտներական հարաբերություններ։ Չի եղել վասալի եւ սյուզերենի հարաբերություն։ Ասում եմ, ես կարող եմ նույնիսկ շեշտել, ընդգծել մեր ամբողջ արտաքին քաղաքականության մեջ 8 տարվա ընթացքում 90-ից մինչև 98 թիվ ամենակոռեկտ պարկեշտ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները եղել են Ռուսաստանի հետ եւ դրանից շահել է թե Հայաստանը, թե Ռուսաստանը։ Հարաբերությունները անկեղծ փոխշահավետ եւ փոխադարձ հարգանքի վրա են հիմնված լինում միայն այն դեպքում, երբ դրանից շահում են երկուսը։ Դա է եղել մեր սկզբունքը եւ ես բացարձակապես չեմ կասկածում, որ իմ իշխանության գալու պարագայում այս նույն ավանդույթը ոչ միայն կշարունակվի, այլ ավելի կխորանա։ Շնորհակալություն։ Ամեկ պլյուս հեռուստաընկերություն Դիանա Մարկոսյան։ Պարոն նախագահ, վերջին 10 տարում գրեթե բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև այսօրվա նախագահի տեխնատուները խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Դրա անհրաժեշտության մասին նաև խոսում է ձեր քաղաքական հակառակորդը։ Կուզեի ավելի առարկայական նշեիք այն պայքարի մեթոդները, որով պատրաստվում եք պայքարել վերից վար, ձեր խոսքերով ասած, կոռումպացված համակարգի դեմ եւ օգտվելով ժողովրդավարության մասին ձեր ակնարկից կխնդրեի նաև երկրորդ հարցին պատասխանել։ Գործող իշխանության վերնախավը այսօր սպառնում է ներքին եւ ստորին օղակների պաշտոնյաներին, ծառայողներին, որ ձեր իշխանության գալու դեպքում իրենք բոլորը կմնան գործազուրկ։ Խնդրում եմ կամ փարատեք կամ հաստատեք նրանց սպառնալիքները։ Երկրորդին քիչ առաջ ինձ ասացի։ Ես ասացի, որ ժառանգականությունը պետք է պահպանվի պետության, իսկ պետական ժառանգականության ամենակարևոր ատրիբուտներից մեկը դա բյուրոկրատիան է։ Բյուրոկրատիան է, առանց դրա պետություն չկա։ Մնացածը քաղաքական գլուխն է, բայց առանց վարչական պրոֆեսիոնալների որևէ պետություն չի կարող գոյություն ունենալ։ Ես դրա անմիջապես պատասխանեցի, նույնիսկ հարց չտված։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին։ Կոռուպցիայի դեմ պայքարը դա եւ քաղաքական պայքար է, բայց առաջին հերթին իրավական։ Կոռուպցիայի դեմ պետք է պայքարեն իրավապահ մարմինները։ Ինչու համար է դատախազությունը, ինչու համար է ոստիկանությունը, անվտանգության ծառայությունը։ Ինչով են նրանք այսօր զբաղված։ Մի մասը իրենք էլ այդ կոռուպցիոն համակարգի սյուներից են։ Հատկապես վերնախավը այդ համակարգերի, ես կրկնում եմ, այդ համակարգերի հազարավոր անձնակազմի հազարավոր անդամներ նույնքան զրկված են, նույնքան նվաստացած, որքան այս դահլիճում նստածներից շատերը։ Ավելի նրանք շատ ավելի, ինչ ասեմ, իրենց մաշկի վրա են զգում, ավելի շոշափելի են տեսնում այդ կոռուպցիան, քան մենք։ Մենք դա տեսնում ենք թերթերից կամ մեր բարեկամների պատմածներից, իսկ իրանք ամեն օր իրենց մաշկի վրա են զգում։ Ոստիկանությունում տեսնում են, թե ինչպես են ապրում իրենց պետերը կամ պարագլուխները այդ համակարգի, ինչպես են ապրում իրենք։ Նույնը անվտանգության համակարգում, նույնը դատախազությունում, ամենտեղ, նախարարություններում։ Նրանք ավելի համոզված իմ կողմնակիցներն են, քան մեզնից շատերը, որովհետև ասում եմ, այս երևույթները, որ մեզ համար միայն, ասենք, ցավ են պատճառում, քաղաքական խնդիրներ են, նրանց համար կյանքի ամենօրվա, ինչ ասեմ, առօրյայի խնդիրներ են։ Պայքարելու ենք այս ճանապարհով։
ասված է, որ նաև վհուկների ворջ չպետք է թույլ տրվի սեփականության վերաբաշխում չպետք է տեղի ունենա, սրանք դատարկ խոսքեր չեն։ Առաջին հերթին, երբ ես ասում եմ, պետք է կիրառել օրինականությունը, դա վերաբերում է պետական պաշտոնյաներին։ Եթե որևէ նախարար իր նախարարության ընթացքում որևէ ընկերությունում բաժին է ձեռք բերել, որևէ սեփականություն, որևէ հանքի է տիրել, այս նախարարը ոչ միայն իրավունք չունի աշխատելու, նա անպայման դատվելու է։ Հիմա գանք ձեռնարկատերերին, գործատերերին, այստեղ կարող է տեղի ունենալ սեփականության վերաբաշխում։ Ենթադրվում է, բայց այստեղ էլ չի լինելու։ Եթե որևէ գործատեր, ձեռնարկատեր, անօրինական գործարքի հիման վրա տիրել է ինչ-որ սեփականության, այդ սեփականությունը նրանից չի կարող խլվել։ Դա միայն դատարանը կարող է որոշել, բայց այն պետական պաշտոնյան, այն նախարարը, վարչական այն օղակը, որը իրականացրել է այդ գործարքը, նա պիտի պատժվի։ Նա պիտի կանգնի դատարանի առաջ։ Քաղաքապետ կլինի, չգիտեմ, նախարար կլինի, եթե որի ստորագրությամբ տեղի ունեցել սեփականաշտորման, վաճառքի, աճուրդի որևէ անօրինական գործարք, նա պիտի պատասխան տա։ Վստահեք ինձ, 2 տարի հետո կունենաք ուրիշ։ Հայկորաթերթ Արման Գալոյան, պարոն նախագահ, ձեր թույլտվությամբ երկու շատ կարճ հարց, առաջինը ինչ եք պատրաստվում նախագահ ընտրվելուց հետո իրականացնել սահմանամերձ եւ բարձր լեռնային գոտիների գյուղերի բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները թեթևացնելու նպատակով, քանի որ այնտեղ իրավիճակը շատ ավելի վատ է, քան մայրաքաղաքում կամ քաղաքներում, եւ երկրորդը հասարակական տրամադրությունների մեջ արմատացած է այն կարծրատիպը, որ Հանրապետության նախագահի ընտրությունների վրա ընդհանրապես մեծ ազդեցություն ունի դրսի գործոնը, գերտերությունների որոշումը։ Որքան է գերտերությունների ազդեցության չափը ձեր կարծիքով։ Գերտերությունների ազդեցություն շատերը չափազանցում են դա։ Ասում են ռուսները ում ուզեն Հայաստանում նախագահ կնշանակեն, ամերիկացիներն ում ուզեն, այդպիսի բան չկա։ Գոյություն չունի։ Ոչ Ռուսաստանը, ոչ Միացյալ Նահանգները Հայաստանում նախագահ չեն կարող նշանակել կամ ընտրել։ Եթե այդ տեխնացուն արդեն ռեալ ուժ չէ։ Սահակաշվիլուն Միացյալ Նահանգները չեն նշանակել, չեն ընտրել, Յուշչենկոյին ամերիկացիները չեն նշանակել կամ չեն ընտրել Ուկրաինայում։ Յուշչենկոն ուժեր, ուներ հասարակական եւ քաղաքական լուրջ հենարան, դարձել էր ալտերնատիվ, այս պարագայում, երբ արդեն դառնում ես այդ միջազգային միջամտությունը, չեմ ասի միջամտություն կոպիտ, բայց ինչ-որ վերաբերմունքը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ, բայց այդ ազդեցությունը 4-5%-ից ավելին չի կարող լինել։ Ոչնչից նախագահ հնարավոր չէ ստեղծել։ Երբ կա ալտերնատիվ, որ ունի 40%, իշխանության տեխնացուն 50 եւ այլն, այստեղ հնարավոր են վերաբերմունքի մի փոքր, ասեմ, PR-ի միջոցով փոխել այս հարաբերությունը, բայց ասում եմ, դա չի կարող լինել 3-4%-ից ավելի։ Իսկ ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, ես հանրապետությունում չեմ տեսնում որևէ ոլորտ, դուք խոսեցիք սահմանամերձ շրջանի մասի, գյուղերի վիճակի մասին, կարող եք վերցնել ցանկացած ոլորտ, կրթության մեջ կլինի, առողջապահություն, միջին խավի վիճակ, թոշակառուների, որ ոլորտ ուզում եք վերցնել, հնարավոր չէ մեկ առանձին վերցրած ոլորտի լուծում առաջարկել։ Մինչև չառողջանա պետական համակարգը, մինչև նորմալ հիմքերի վրա չդրվեն բոլոր տնտեսական հարաբերությունները, չվերականգնի օրինականությունը, հիմա ես ինչ էլ ասեմ ձեր
հայցած կամ ակնկալած ոլորտի մասին, դա սուտ կլինի։ Դա սուտ կլինի։ Ուրեմն խնդիրը շատ ավելի լայն է դրված, շատ ավելի համակարգային։ Շնորհակալություն։ Ձեր ելույթներից մեկում ասել եք, որ Ռոբերտ Քոչյանը ասել է, թե չգիտե ինչ է ցեղասպանությունը, նման նոր անակնկալներ դեռ մատուցելու եք։ Երբ որ իմ հուշերը կգրեմ, այնքան անակնկալներ կլինեն, դրա ժամանակը կգա։ Պարոն Տեր-Պետրոսյան, իմ հարցը բխում էր ձեր ընտրած կարգախոսից, իմաստավորելով անցյալը դեպի ապագա։ Ձեր իշխանության տարիներին գործող քաղաքական ուժ էր փակվել, եւ պատճառաբանությունները ծանրագույն մեղադրանքներ էին պարունակում, ահաբեկչություն, պետական անվտանգության սպառնալիքներ, նարկոբիզնես եւ այլն։ Խնդրեմ շարունակեք։ Ձեր հրաժարականի տեքստում, պարոն նախագահ, դուք նշել էիք, որ հայտնի ուժերը պահանջել են հրաժարական, ձեր հրաժարականը պահանջվել է հայտնի ուժերի կողմից։ Կարող եք այսօր կոնկրետ նշել, թե որ հայտնի ուժերն էին դրանք։ Շնորհակալ։ Ուրեմն առաջին հարցը ես շատ սիրով կպատասխանեմ։ Ինձ ներկայացվող ամենահիմնական մեղադրանքներից մեկը եղել է այն, որ իմ իշխանության ժամանակ կուսակցությունն է փակվել, թերթեր են փակվել, դատավարություններ են տեղի ունեցել։ Ամեն ինչ ճիշտ է։ Փակվել են, դատավարություններ են տեղի ունեցել։ Այս փաստը դեռևս հանցագործություն չէ, ոչրագործություն չէ։ Պիտի պարզվի, թե ինչի համար են փակվել, օրենքով են փակվել, թե ոչ։ Աշխարհի բոլոր պետություններում կան օրենքներ կուսակցությունների գործունեության մասին, որտեղ նախատեսված են դեպքեր կուսակցությունների գործունեությունը դադարեցնելու մասին։ Ճիշտ է։ Շատ երկրներում այդ օրենքները նաև գործել են, աշխատել են։ Ես չեմ ուզում խոսել արևելյան, բայց Իսպանիայում մի քանի անգամ մի քանի կուսակցություն փակվել են։ Ռուսաստանում փակվեց։ Գերմանիայում ընդհանրապես ԻԲՆ-ը արգելված է կոմունիստական կամ նացիստական գաղափարախոսության կուսակցությունների գործունեությունը, բայց ոչ ոքի մտքով չի անցնում ասել նրանք ժողովրդավարական երկրներ չեն կամ հանցագործություն են կատարել, ոչ։ Կա օրենք, եթե կա օրենք, ուրեմն նա կարող է գործադրվի։ Մենք ունեինք օրենք, որտեղ եթե կուսակցությունը խախտում է այդ օրենքը, կարող է փակվել։ Մի քիչ տերմինների խառնաշփոթել կա, չի փակվել։ Ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է կուսակցության գործունեությունը, տրվել է 6 ամիս ժամանակ ըստ օրենքի։ Կուսակցության գործունեությունը համապատասխանեցնելու համար Հայաստանի գործող օրենքին։ Դա ինչն էր, շատ բարձ հարց գրված է մեր օրենքում, որ կուսակցությունների ղեկավարությունը չի կարող կազմած լինել օտարերկրացիներից։ Դաշնակցական բյուրոյի մեծ մասը եւ համագումարի մեծ մասը իրենց ղեկավար մարմինները բյուրոն եւ համագումարն էին։ Սփյուռքահայեր էին։ Բարձ հարց։ Դատարանը նրանց կուսակցությանը ոչ նարկոբիզնեսի, ոչ ահաբեկչության մեղադրանք չի ներկայացրել։ Գիտեք, մենք այսպես պատմությունը խառնում ենք, շփոթում, այսպես մի ամբողջ տպավորություն մթնոլորտ ստեղծում եւ հետո վերագրումներ անում։ Նրանց ներկայացվել է մեկ մեղադրանք շտկելու այս անկարգությունը։ Իմ հրամանագրով ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է մինչև դատարանի որոշումը։ Տևել է դա, չգիտեմ, մի 10-12 օր իմ հրամանագրի գործողությունը։ Ես այդ իրավունքը ունեի։ Այն ժամանակ դեռ սահմանադրություն չկար, կար Հայաստանի նախագահի մասին սահմանադրական օրենք։ Նախագահին տրված էր այդպիսի իրավունք, վտանգ պետության համար վտանգ պարունակող ինչ որ իրադրության մեջ կարող էին լինել սահմանադրական ազատությունների սահմանափակումներ։ Դրանցից մեկը սա էր։ Դրանից հետո դատարանի որոշում են, դատարանի վճիռ է կայացել։ Այնտեղ արդեն ձևակերպում փոխվել, կասեցնել 6 ամսով։ Տրվել է այդ ժամանակը, որպեսզի ասեցի համապատասխանեցնեն, ուրեմն սա երկրորդ իրավական ակտ է։ Դրանից հետո այդ 6 ամսվա ժամկետում չի կատարվել կուսակցության կողմից այդ պայմանը։ Հասել ենք 97 թվականին, 97 թվականին ես ինքս իմ անձնական նախաձեռնությամբ բանակցություններ եմ սկսել դաշնակցության հետ այս հարցը լուծելու համար։
տեղի ունեցել բանակցությունների 3 ռաունդ։ Առաջինը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Շուգարյանն էր, որին ես հանձնարարեցի իմ անունից դիմել Դաշնակցության բյուրոյին եւ առաջարկել բանակցություններ դաշնակցությունը վերաբացելու առաջարկով։ Առարկան մեկն էր գտնել ձև, շատ կոնկրետ խնդիր է եղել, ոչ դա բարոյական, քաղաքական հաջողախոսություններ են եղել մեր կողմից, ոչ գտնել իրավական լուծումներ դաշնակցության գործունեությունը Հայաստանում վերականգնելու համար։ Առաջին ռաունդը ասացի Վաշինգտոնում տեղի ունեցել, երկրորդը Երևանում մեր կողմից մասնակցել են Բաբկին Արարքցյանը, Ալեքսանդր Արազումանյանը եւ Շահեն Կարամանուկյանը, երրորդը Բրյուսելում վարել է Ալեքսանդր Արազումանյանը։ Դժբախտաբար իշխանապողությունը տեղի ունեցավ, այդ process-ը չունեցավ իր ավարտը։ Բայց ես գտնում եմ այդ process-ը վերջին հաշվով ունեցավ արդյունք։ Այսօր Դաշնակցությունը իսկապես համապատասխանեցրել է իր օրենսդրությունը Հայաստանի օրենքին։ Դա այդ գերագույն մարմնի ստեղծումն էր, որը չկար Դաշնակցության 120 տարվա գործունեության մեջ չկար։ Դա մի նոր մարմին էր, սա այն իրավական լուծումն էր, որը գտնվեց պետության։ Ես գտնում եմ, որ մենք էլ այդտեղ իրավանդում ունենք եւ Դաշնակցության համատեղ ջանքերով։ Հիմա ինչ վերաբերում այն գնահատականներին, քաղաքական, չգիտեմ, մեղադրանքներին, որոնք եղել են այդ process-ի վերաբերյալ, ինչի ես ներկայացրի, ասում եմ, այդ մեղադրանքները դրանք զուտ քաղաքական հարթության վրա են, բայց քանի որ դրանք իրավական ակտեր են, նախագահի հրամանագիր, դատարանի վճիռ, ուրեմն հետո դրոյի դատավարություն, հետո 31-ի դատավարություն։ Իդեպ դրոյի դատավարության վերաբերյալ, երբ որ էլի խոսում են դատարանը չափածուցեց Դաշնակցության մեղքը, Դաշնակցության նկատմամբ այդ դատավարությունը որևէ մեղադրանք չի ներկայացրել, այդպիսի հոդված չի եղել։ Մեղադրանքները ներկայացվել են կոնկրետ անհատների նկատմամբ, կոնկրետ հանցագործությունների համար։ Դաշնակցության դատ չի եղել Հայաստանում։ Ուրեմն սրանք ասում եմ իրավական ակտեր են։ Եթե կան ինչ-որ վերաբերմունք սրանց նկատմամբ, որ այստեղ ապօրինություն է թույլ տված, ապա դրանք պիտի լուծվեն միայն ու միայն նորից իրավական ճանապարհով։ Եթե գտնում են, որ դատարանի վճիռը սխալ է, ուրեմն պիտի դիմեն նորից դատարան, արդարացման վճիռ ստանան։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ինչ վերաբերում իմ հրամանագրին, իմ հրամանագիրը, չգիտեմ, ինձ ասացին, ես չեմ էլ իմացել, որ Ռոբերտ Քոչարյանը չեղյալ է հայտարարել 94 թվականի դեկտեմբերի քանիսի իմ հրամանագիրը, բայց դրա կարիքը չկար։ Այդ հրամանագիրը ուժը կորցրած էր արդեն, երբ որ դատարանի վճիռ կայացավ։ Ընդամենը 15 օր հետո այդ հրամանագիրը արդեն գործողության ուժ չուներ։ Ուրեմն իմ մոտեցումը սա է, ցանկացած հարցում, նույնը այդ 96 թվականի ընտրությունների վերաբերյալ, լավ ասեցինք, խոսեցինք, իրար մեղադրեցինք, կոնկրետ իրավական process-ը, իրավական process-ների վեճերը հարթվում են նույն իրավական process-ներով։ Եթե կգտնվեն այդպիսի process-ներ, ես միայն ուրախ կլինեմ։ Շնորհակալություն։ Որն էր երկրորդը։ Հայտնի ուժերի։ Դա ասեցիք, սպասեք իմ հուշերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ասուլիսը համարենք ավարտված, շնորհակալություն հարցերի եւ Ես էլ բոլորի շնորհակալություն եմ հայտնում։